Բարիգալուստ մեդիամ ակտիվի ալիք։ Ինչու են որոշ մարդիկ հեշտությամբ հաղթահարում փոփոխությունները, իսկ մյուսները ծաղկում են կայունության մեջ։ Ինչու են որոշ մարդիկ իրենց կոչումը գտնում մանկուց մինչդեռ մյուսները ստիպված են շատ ժամանակ եւ ջանք ծախսել հասկանալու համար, թե դա ինչ է։ Այս հարցերի պատասխանը կարող է թաքնված լինել ձեր ծննդյան ամսաթվում, վստահ են աստղաբանները։ Վերջիններիս համաձայն, այն թվերը, որոնցով դուք եկել եք այս աշխարհ, պարունակում են որոշակի թրթիռներ, էներգիա, եզակի կոդ, որը արտացոլում է ձեր բնավորությունն ու ցանկությունները։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք յուրաքանչյուր հնարավոր տարբերակի կարճ, բայց տեղին նկարագրությունները։ Լսելուց հետո գուցե հասկանաք, թե ինչու տանել չեք կարողանում առօրյան կամ ինչու եք ձգվում ամեն նորին ու խորհրդավորին։ Եվ այսպես, եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 1-ին, դուք ծնվել եք առաջինը եւ անկախ լինելու, անընդհատ աճող նկրտումներին հետևելու եւ ուրիշների համար օրինակ ծառայելու համար։ Դուք միշտ գործում եք վստահ, մտածում եք ստեղծագործաբար եւ զարմացնում ձեր ընտանիքին, ընկերներին եւ գործընկերներին ձեր զարմանալի ներքին ուժով։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. սովորեք լսել ոչ միայն ինքներդ ձեզ, այլև ձեր մտերիմներին, ուսուցիչներին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են ձեզ ավելի խելացի եւ ուժեղ դարձնել։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 2-ին, դուք երեկույթի հոգին եք, էներգիայի, լույսի եւ ներդաշնակության աղբյուր։ Դուք հետաքրքրված եք գրավիչ, հոգեվոր եւ ոգեշնչող ամեն ինչով։ Դուք նաեւ շատ նուրբ եք զգում մարդկանց եւ հաճախ թերագնահատում եք ձեր սեփական կարեւորությունը։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. մի վախեցեք ձեր ներքին փափկությունից։ Դա ուժ է, ոչ թե թուլություն։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 3-ին, ձեզ հատկանշական է արտիստիզմը։ Գիտեք, թե ինչպես արտահայտել ձեր մտքերը, գեղեցիկ շարժվել եւ ներկայանալ ուրիշներին, լինի դա գործնական բանակցություններ, թատերական ներկայացում, թե սոցիալական ցանցում գրառում։ Ձեր էներգիան գրավիչ է եւ վարակիչ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնացում եւ համբերություն։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 4-ին, կարգ ու կանոն, կայունություն եւ համակարգվածություն։ Ահա թե ինչն եք դուք ամենաշատը գնահատում եւ սիրում։ Դուք նաեւ գիտեք, թե ինչպես առաջնորդել, կազմակերպել եւ ամուր հիմք ստեղծել խոշոր ձեռնարկությունների համար։ Ճիշտ է, երբեմն դուք չափազանցնում եք բեռը եւ գերծառնորաբեռնում ինքներդ ձեզ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. ավելի հաճախ օգնություն խնդրեք ուրիշներից։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 5-ին, ձեզ կենսականորեն անհրաժեշտ է ազատություն, անկախություն, փոփոխություն, նոր ծանոթություններ, ճանապարհորդություններ, հոբիներ եւ տպավորություններ։ Եվ հակառակը, դուք տանել չեք կարողանում ռեժիմը, քանի որ այն խլում է ձեր ողջ ուժն ու էներգիան։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. սովորեք երկնքից իջնել, վայելել ծանոթ եւ սովորական բաները։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 6-ին, դուք ստեղծվել եք ուրիշների մասին հոգ տանելու համար։ Ընտանիքն ու մտերիմները ձեր կյանքի գլխավոր արժեքն են, որի համար դուք պատրաստ եք զոհաբերել ձեր ունեցած ամեն ինչ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. մի մոռացեք ձեր սեփական ցանկությունների եւ հետաքրքրությունների մասին։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 7-ին, դուք վերլուծաբան եւ փիլիսոփա եք մեկ շշի մեջ։ Դուք սիրում եք մենակ մնալ ձեր ներքին եսի հետ, մտորել եւ խոսել հավերժականի մասին, գտնել խորը թաքնված իմաստներ առօրյայի մեջ։ Հոգևոր սնունդը այն է, ինչ դուք փնտրում եք միշտ եւ ամենուր։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. մի մոռացեք իրական աշխարհի եւ դրանում գտնվող ձեր սիրելիների մասին։
Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 8-ին, դուք բնատուր ղեկավար եք, հստակ սահմանում եք այն նպատակները, որոնց պետք է հասնել, գիտեք թե ինչպես պատասխանատվություն կրել և հասնել պատշաճ արդյունքի։ Նաև միշտ ձգտում եք հաջողության և ֆինանսական անկախության։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ մի վախեցեք ցույց տալ ձեր զգացմունքները և շփվել մարդկանց հետ։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 9-ին, դուք ծնվել եք կիսվելու համար, օրիգինալ գաղափարներ, յուրահատուկ էներգիա, խելամիտ խորհուրդներ և այլն։ Որքան շատ եք տալիս, այնքան ավելի երջանիկ և լիարժեք եք զգում ձեզ։ Աստղաբանների խորհուրդը՝ մի տարվեք ուրիշներին ծառայելով։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 10-ին, դուք անկախ և նպատակասլաց անձնավորություն եք։ Դուք չեք վախենում միայնությունից, ոչ պոպուլյար կարծիքներից կամ դատապարտումից։ Դուք ձեզ և ձեր տաղանդները լավագույնս դրսևորում եք անհատական նախագծերում, որտեղ կարող եք հույսը դնել միայն ինքներդ ձեզ վրա։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ մի մեկուսացեք ամբողջությամբ հասարակությունից, չէ՞ որ դուք դրա մի մասն եք։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 11-ին, դուք ունեք զարգացած ինտուիցիա, բարձր հուզական ինտելեկտ և աշխարհն ու դրա բոլոր ատրիբուտները ավելի սուր եք ընկալում, քան ձեր շրջապատի մարդիկ։ Պարզ ասած, դուք տեսնում և զգում եք այն, ինչը անհասանելի է և ուրիշների վերահսկողությունից դուրս։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ սովորեք աբստրակտել դրսում կատարվողից և կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 12-ին, դուք նախանձելի խարիզմա ունեք։ Դուք հեշտությամբ հմայում եք մարդկանց, գրավում նրանց դեպի ձեզ, հետաքրքրում, ոգեշնչում նրանց։ Եվ դուք նաև ունեք բազմազան տաղանդներ, ինչը սակայն ամենևին էլ զարմանալի չէ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ ավելի հաճախ լսեք բանականությանը, այլ ոչ թե զգացմունքներին։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 13-ին, դուք ստրատեգ եք։ Դուք գիտեք, թե ինչպես պլանավորել, իրականացնել և ազդել ուրիշների և նրանց տեսակետի վրա։ Ձգտում եք կարգուկանոնի և կարգապահության, երբեմն մինչև մոլեռանդության աստիճանի։ Աստղաբանների խորհուրդը՝ մի փորձեք վերահսկել ամեն ինչ և բոլորին։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 14-ին, ձեր վառելիքը նորույթն է, թեթևությունը, հնարամտությունը, փոփոխությունը և վառ տպավորությունները ձեզ լիցքավորում և ոգեշնչում են աշխարհում ամեն ինչից ավելի։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ ընկերանալ հաստատունության հետ, դա այնքան էլ վատ չէ, որքան դուք կարծում եք։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 15-ին, դուք գեղագետ եք մինչև մատների և մազերի ծայրերը։ Ծնվելուց ի վեր դուք ուժեղ ձգտում ունեք դեպի գեղեցկություն, ներդաշնակություն և գեղագիտություն։ Դուք նաև շատ եք սիրում ձեր սիրելիներին և պատրաստ եք հոգ տանել նրանց մասին ամբողջ օրվա ընթացքում։ Աստղաբանների խորհուրդը՝ զարգացրեք վճռականություն և ներքին ուժ։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 16-ին, դուք խորություն եք փնտրում ամեն ինչում, աշխատանքում, հանգստի ժամանակ, սիրելիների հետ հարաբերություններում, դուք շատ զգայուն և խորաթափանց մարդ եք, բայց դա չի օգնում ձեզ նվաճել ուրիշների ճանաչումը։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ խուսափեք ծայրահեղություններից և սովորեք ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 17-ին, դուք ունեք առաջադեմ մտածողություն։ Տարիներ շարունակ ծրագրեր եք կազմում, ուշադիր մտածում դրանց մասին և որպես կանոն կյանքի եք կոչում ձեր ծրագրած ամեն ինչ։ Նյութական նվաճումները ձեզ համար նույնքան կարևոր են, որքան հոգևոր սնունդը։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ վստահեք ձեր ինտուիցիային, այլ ոչ թե միայն
ճշգրիտ հաշվարկներին։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 18-ին, դուք ունեք մեծ ուժ, գիրք և ներքին կրակ։ Դուք էներգիայով լի եք, գրավիչ և տաղանդավոր, և նաև պահանջկոտ եք ինքներդ ձեզնից և ձեր արած ամեն ինչից։ Աստղաբանների խորհուրդը՝ սովորեք թուլանալ և բաց թողնել իրավիճակը։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 19-ին, դուք նպատակասլաց, ակտիվ և անկանխատեսելի մարդ եք։ Ձեր ներքին ուժն ու խարիզման կամ ուրախացնում են ուրիշներին, կամ դառնում նրանց նախանձի պատճառը։ Ընդհանուր առմամբ, պարզապես անհնար է չարձագանքել դրանց։ Աստղաբանների խորհուրդը՝ մի տրվեք ձեր իմպուլսիվությանը։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 20-ին, դուք անհավանական քնքշության և զարգացած ինտուիցիայի սիմբիոզ եք, քանի որ անմիջապես ընկալում եք շրջապատի մարդկանց հույզերն ու մտքերը և չեք խուսափում նրանց հաճոյանալուց։ Ձեզ համար շատ դժվար կարող է լինել դիմադրել ուրիշների խնդրանքներին, արցունքներին և ցանկություններին։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ մարզեք ձեր կամքի ուժը այնպես, որ այն աշխատի ձեզ համար։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 21-ին, դուք սիրում եք կյանքը և դրա բոլոր ատրիբուտները՝ մարդկանց, ծանոթությունները, շփումը, անակնկալները, որոնք ճակատագիրը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է։ Բայց երբեմն այնքան եք տարվում վերենշված ամեն ինչով, որ չեք կարողանում զսպել ձեզ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ գտեք կամ ստեղծեք ներքին հենարան, որը ձեզ երկնքից ցած կիջեցնի։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 22-ին, դուք ստեղծված եք մեծ բաների և կարևոր ձեռնարկումների համար։ Մտածեք լայն, գործեք համարձակ և 99% դեպքերում դուք կհասնեք արդյունքների և ճանաչման։ Ձեր կյանքի ուղին հեշտ չէ, բայց արդյունքը միշտ արժե ձեռնարկված գործողություններին։ Աստղաբանների խորհուրդը՝ մի մոռացեք հոգ տանել ձեր մասին և հանգստանալ։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 23-ին, դուք նպատակասլաց եք, խելացի, դիվանագիտական և հոգևորապես զարգացած։ Դուք արագ եք ըմբռնում էությունը, գիտեք թե ինչպես հարմարվել գրեթե ցանկացած հանգամանքի և կապ հաստատել ուրիշների հետ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ փորձեք մի փոքր ավելի անկախ լինել։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 24-ին, դուք աջակցություն եք ձեր ընտանիքի, ընկերների, գործընկերների և գրեթե բոլորի համար ձեր կյանքում։ Եվ այդ ամենը այն պատճառով, որ գիտեք թե ինչպես պատասխանատվություն կրել և սիրում եք օգնության հասնել նույնիսկ եթե դա ուղղակիորեն չի խնդրվում։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ սովորեք վստահել ուրիշներին և վստահել ձեր պարտականությունները ուրիշներին։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 25-ին, դուք օժտված եք զարգացած ինտուիցիայով և փիլիսոփայական մտածողությամբ։ Աշխարհը տեսնում եք անսովոր անկյունից, ինչը ձեզ տարբերում է բոլորից։ Դուք սիրում եք միայնությունն ու ստեղծագործությունը, դրանց տարբեր դրսևորումներով։ Աստղաբանների խորհուրդը՝ մի փակվեք ինքներդ ձեր մեջ։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 26-ին, մի կողմից դուք ձգտում եք կայունության, մյուս կողմից երբեմն արագ կորցնում եք հետաքրքրությունը երկարաժամկետ բաների և ծրագրերի նկատմամբ, ուզում եք, որ ամեն ինչ տեղի ունենա և ձեռք բերվի ձեռքի մեկ շարժումով։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ սովորեք սպասել։ Ամեն ինչ չի, որ որոշվում և տեղի ունենում միանգամից։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 27-ին, դուք սիրում եք նկատել դետալները, վերլուծել խոսքերը, գործողությունները և զգացմունքները, թե ձեր սեփականը, թե ուրիշներինը։ Թաքնված իմաստներն ու ստեղծագործական արտահայտությունը կարևոր դեր են խաղում ձեր կյանքում։ Աստղաբանները խորհուրդ են տալիս՝ հավատացեք ինքներդ ձեզ և մի տարվեք կասկածներով։
Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 28-ին, դուք անհատականություն եք, հզոր ներքին ուժով և ստեղծագործական երևակայությամբ։ Անսովոր գաղափարներ, համարձակ նախագծեր, նոր մոտեցումներ, սա ձեր տարերքն է։ Աստղաբանները խորհուրդ են տալիս սովորեք համագործակցել ուրիշների հետ։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 29-ին, դուք զգայուն իդեալիստ եք, ով ցանկանում է աշխարհը դեպի լավը փոխել։ Ամենաշատը տառապում եք իմպուլսիվությունից, որը ձեզ քաշում է մեկ կամ մյուս ծայրահեղության։ Աստղաբանների խորհուրդը՝ սովորեք կառավարել ձեր հույզերն ու ցանկությունները։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 30-ին, դուք լի եք ստեղծագործականությամբ և դրա բոլոր հատկանիշներով։ Կարևոր է, որ դուք մտածեք, տեսնեք գեղեցկությունը և ոգեշնչեք ուրիշներին։ Ձանձրույթն ու առօրյան ձեր հիմնական վախերն ու թշնամիներն են։ Աստղաբանները խորհուրդ են տալիս. ստեղծեք մի տարածք, որտեղ կարող եք երազել և ստեղծագործել։ Եթե ծնվել եք յուրաքանչյուր ամսվա 31-ին, դուք հուսալի եք, համառ, կարեկից, զգայուն և հավատարիմ ձեր սկզբունքներին։ Շրջապատողները սիրում, հարգում և գնահատում են ձեզ և դուք ուրախությամբ փոխադարձում եք։ Աստղաբանների խորհուրդը՝ մի մոռացեք ինքներդ ձեր և ձեր զգացմունքների մասին։ Ահա այսքանը։ Դե ինչ, սիրելի դիտողներ, արդյոք համընկավ ձեր ծննդյան ամսաթվի նկարագրությունը ձեզ հետ։ Գրեք մեկնաբանություններում։ Եթե ձեզ դուր եկավ մեր այս հաղորդումը, չմոռանաք լայքել։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, բաժանորդագրվեք սեղմելով զանգակը։ Այդպես դուք մեզ ոգեշնչում եք նոր հաղորդումների ստեղծման գործում։ Թող վառ ու դրական էներգիան անպակաս լինի ձեզանից։ Կհանդիպենք։